2021 թվականի հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե պատգամավորի թեկնածու, այլ փաստացի պատգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, դատախազությունը այլևս 2021 թվականին Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականին իրավիճակը այլ է։ Նույն դատախազությունն է, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերադարձնելու մասին որոշմանը հաջորդած ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Միջնորդությունը նորից ներկայացվել է հուլիսի 13-ին։ Միջնորդության բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն միջնորդությունը ներկայացնելով ակնկալում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Իդեպ, այդպես էլ եղավ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե պարզապես հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենը ինչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն եւ ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, այսինքն նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։